տեսանկյունից, ներառման տեսանկյունից ամենահաջողվածներից մեկն է ի համեմատություն մյուս ոլորտների։ Արցախցիների համար հասանելի արտոնյալ պայմաններով առողջապահական ծրագրերը, այստեղ ունենք 80,000 տեղահանված անձ, որոնք գրանցվել են առողջության առաջնային պահպանման հաստատություններում, պոլիկլինիկաներում եւ համապատասխան ուղեգրերով կարողանում են օգտվել արտոնյալ պայմաններով օգտվել բուժօգնությունից։ Շփոթվեցնող մոտեցում այնուամենայնիվ կա, որովհետև թե գիտելիքի պակասի, թե այլ պատճառներով մեր քաղաքացիների տեղահանվածներին երբեմն ասում են, որ ՀՀ քաղաքացիություն ստանալուց հետո նրանք զրկվում են այդ առողջապահական անվճար բուժօգնությունից, ինչը իրականությանը չի համապատասխանում եւ պետք է նաեւ այս ուղղությամբ օգնել իրազեկել անձանց, որ նման խնդրեմ չպետք է որ առաջանա։ Խնդիր է նաև պետպատվերների հասանելիությունը, հատկապես տարվա վերջի ժամանակահատվածում այս խնդրին բազմաթիվ ահազանգումներ լինում են, որ դիմում են բուժհաստատություններ, բայց չեն կարողանում ուղեգրվել։ Եվ վերջին մասը զբաղվածության եւ տնտեսական զարգացման հնարավորությունները գրանցված ու մշտական զբաղվածություն ունեցող տեղահանվածների թիվը տատանվում է 23-ից 25,000-ի շրջանակներում, այս թիվը եւս որոշակի ընդհանուր փոփոխությունների է ենթարկվում։ Արկա տվյալների վերլուծության համաձայն միջին աշխատավարձը տեղահանվածների շրջանում կազմում է 150,000 դրամ, ի համեմատություն նշեմ, որ Հայաստանի Հանրապետության ընդհանուրը կազմում է 280-300,000 դրամ, այսինքն ընդհանուրից համարյա թե կրկնակի տեղահանվածները ավելի քիչ են վճարում։ Սրա պատճառը ոչ թե այն է, որ տեղահանված են դրա համար են քիչ վճարում, այլ համալրել են այն հաստիկները, որոնք որ ցածր վարձատրվող են։ Զբաղվածության պետական ծրագրից օգտվել է, եթե չեմ սխալվում, վերջին թվով 3500 անձ։ Այս ծրագրի ձախողված լինելու հանգամանքը խոստովանել եւ ընդունել են նաեւ լիազոր մարմնի ներկայացուցիչները, սակայն մինչ այժմ փոխարինող ոչինչ չի առաջարկվել։ Բացակայում է պետական համակարգված քաղաքականություն տեղահանվածներին վերապատրաստելու եւ աշխատաշուկայում ինտեգրելու ուղղությամբ, բացակայում է կապը բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի եւ զբաղվածության հնարավորությունների միջև։ Տնտեսական զարգացման հնարավորությունների տեսանկյունից նշեմ, որ էլի բացակայում է քաղաքականություն, անգամ չկա վիճակագրություն, օրինակ չեմ կարող ներկայացնել վիճակագրություն, թե Արցախում գործարարությամբ կամ օրինակ գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվող անձանցից քանիսն են վերականգնել իրենց գործունեությունը այստեղ, որովհետև էկոնոմիկայի նախարարությունը այս ուղղությամբ որևէ վիճակագրություն չի վարում։ Հետևաբար նաև սա խոսում է այն մասին, որ հարցը պատշաճ ուշադրության չի արժանանում։ Հայաստանի Հանրապետությունում գործող տնտեսական զարգացման ծրագրերը թեև ֆորմալ առումով հասանելի են տեղահանվածների համար, սակայն գործնականում հանդիպող բազմաթիվ խնդիրների պատճառով, օրինակ վարկունակության խնդիր, սև ցուցակներում ներառված լինելու խնդիր բանկերի կողմից եւ այլ տեխնիկական եւ ոչ տեխնիկական բազմաթիվ խնդիրների պատճառով անհասանելի են տեղահանվածների համար։ Այսքանը, շնորհակալություն։